Աստվածաշնչյան ընթերցանություն ամեն առավոտ, մայիսի 14 Եվ Քրիստոսի ժառանգակիցներ, Հռոմեացիներին 8:17 Տիեզերքի անսահման աշխարհները օրինաչափորեն պատկանում են Քրիստոսին։ Լինելով ամեն ինչի ժառանգորդ, նա իր հոր լայնարձակ ստեղծագործության միակ տիրակալն է։ Համատեղ տիրապետման պայմանագրի միջոցով, որը Տերը վավերացրել է իր ընտրյալ ժողովրդի հետ, նա մեզ իրավունք է տվել ամեն մերը համարել։ Մեծ աշխարհի ոսկե փողոցները, մարգարտե դարպասները, կյանքի գետը, անանց երանությունը, անպատմելի փառքը, այս ամենը մեզ տրվում է որպես հավիտենական ժառանգություն։ Այն ամենը, ինչ Հիսուսն ունի, նա կիսում է սեփական ժողովրդի հետ։ Նույնիսկ թագավորական գահը նա դնում է իր եկեղեցու գլխին, նրան տալով թագավորություն և նրա որդիներին թագավորական քահանայություն անվանելով։ Նա հանել է իր գլխից թագավորական թագը, որ մենք ունենանք մեր փառքի թագադրումը։ Նա չնստեց գահին, մինչև դրա վրա տեղ չպատրաստեց իր արյունով հաղթանակած բոլորի համար։ Թագը դիր գլխին, և ողջ մարմինը կարժանանա նույն պատվին։ Այդպիսին է ամեն հաղթանակած քրիստոնյայի պարգևը։ Գահը, թագը, գայիսոնը, պալատը, գանձերը, հագուստները, ժառանգությունը, այս ամենը քոնն է։ Վեր կանգնելով ամեն նախանձից, ագահությունից և եսասիրությունից, որոնք անհնարին է որևէ մեկի հետ կիսել, Քրիստոսն իր երանությունը լիարժեք է համարում միայն ի վիճակի լինելով կիսելու այն իր ժողովրդի հետ։ Այն փառքը, որ դու ինձ տվեցիր, ես նրանց տվեցի։ Այս ամենը ես ձեզ հետ խոսեցի, որ իմ ուրախությունը ձեր մեջ մնա և որ ձեր ուրախությունը լրիվ լինի։ Հոր ժպիտները նրա համար այն պատճառով են քաղցր, որ իր ժողովուրդը ևս ջերմանում է դրանցով։ Իր թագավորության պատիվները նրան հաճելի են, քանի որ իր ժողովուրդը ևս հայտնվելու է այնտեղ։ Նրա հաղթանակն իր համար թանկ է, քանի որ նաև իր ընտրյալներին է հաղթանակների սովորեցրել։ Նա հիացած է գահով, քանի որ դրա վրա տեղ կա նաև իր ժողովրդի համար։ Նա ուրախանում է իր արքայական հագուստներով, քանի որ դրանց միջոցով նա լվացել է զգեստների ծոպերը։ Եվ ավելի սքանչելի է նրա ուրախությունը այն բանից, որ նա հրավիրում է այն վայելելու իր ժառանգակիցներին։